Բարև ձեզ, դուք դիտում եք Հորիզոնը։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայում հանդիպել է այդ երկրի էկոնոմիկայի, ֆինանսների, արդյունաբերության նախարար Էրիկ Լոմբարդի հետ քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները, մասնավորապես փոխադարձ առևտրի ներդրումների նոր ուղղությունների ներառման, ինչպես նաև երկու երկրների մասնավոր հատվածների միջև գործարար կապերի ընդլայնման հնարավորությունները։ Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանը հանդիպել է կոնգրեսի հայկական անձնախմբի փոխնախագահ Բրետ Շերմանի հետ, անդրադարձ եղել Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, դրան շարունակական զարգացմանը, նաև կրկնակի հարգմանը կողմերը պայմանավորվել են այս ուղղությամբ համատեղ ջանքերը ակտիվացնել։ Պաշտպանության նախարարը ընդունել է Հայաստանում Նիդերլանդների դեսպանին եւ ռազմական կցորդին, քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստանի եւ Նիդերլանդների միջև համագործակցության հնարավորությունները, մասնավորապես Մյունխենում փետրվարի 15-ին Նիդերլանդների պաշտպանության նախարարի հետ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Մեկ նախագահ Էդուարդ Հակոբյանը աշխատանքային շրջայց է կատարել Գյումրու եւ Վանաձորի մաքսային հսկողության գոտիներում։ Այցելել է Բագրատաշեն եւ Ֆայրում անցակետեր, ներկայացվել են մաքսային անցակետերի ենթակառուցվածքները, ընթացակարգերը, գործարկված էլեկտրոնային համակարգերը։ Հայաստանի քաղաքացի Իշխան Վերդյանը դիմել է Ադրբեջանի իշխանություններին իրեն քաղաքական ապաստան տալու խնդրանքով, նաև ասել է, որ ցանկանում է տեղափոխվել Բաքու եւ այնտեղ հաստատվել, թեմայի շուրջ զրուցել են գործընկերներս։ Այդ Իշխան Վերդյան կոչվող հանձնարարությունը Իլհամ Ալիևին դիմել է նամակով, որում խնդրում է իրեն քաղաքական ապաստան տալ, պատճառաբանելով, որ Հայաստանում նրան հալածանքի են ենթարկում այն բանի համար, որ նա հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը ադրբեջանական տարածք է, եւ որ դրա համար նրան Հայաստանում պատրաստվում են ցմահ ազատազրկման դատապարտել։ Տարօրինակ է, նախ Հայաստանի վարչապետն է համարում, որ Արցախը Ադրբեջանի տարածք է եւ դրա համար նրան ոչ մեկ ցմահ ազատազրկման չի դատապարտում։ Երկրորդը, որտեղից իրեն ինֆորմացիա, որ իրեն ցմահ ազատազրկման են պատրաստվում դատապարտել, սովորաբար դա դատարանն է որոշում, հա։ Եվ երրորդը, ոնց ես հասկանում եմ, այդ անձնավորությունը վաղուց արդեն գտնվում է Հայաստանի տարածքից դուրս եւ այն էլ մի երկրում, որտեղ նա Հայաստանի իրավապահների համար անհասանելի է։ Ադրբեջանում այդ անձնավորությունը ներկայացնում են որպես ակտիվ հասարակական գործչի, ակտիվիստի, հրապարակախոսի, ով պայքարում է հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների միջև խաղաղության եւ հաշտության համար, ինչի համար եւ հալածվում է Հայաստանի իշխանությունների համար։ Իրականում այդ մարդը որևէ բանով աչքի չի ընկել, մինչեւ այն պահը, այն առաջին իր հրապարակային հայտարարությունը, որը 21 թվականին էր արել եւ հայտարարել էր, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է օգնեն Հայաստանի իշխանություններին ազատելու Հայաստանը Ռոբերտ Քոչարյանից եւ Սերժ Սարգսյանից։ Դրանից հետո արդեն սկսել է ժամանակ առ ժամանակ բավական ակտիվ հանդես գալ հայտարարություններով, որոնք ակնհայտորեն համընկնում էին Ադրբեջանի այսպես տեղեկատվական պայքարի այդ առասպելներով, հա։ Ես թերթել եմ նրա սոցցանցերի էջերը, օրինակ 23 թվականի հուլիսին նա գրում է, բառացիորեն մեջբերում եմ նրա խոսքերը, ատում եմ ինքս ինձ համար, քանի որ հայ եմ, կցանկանայի թուրք ծնվել։ 2024 թվականի հուլիսին այդ Իշխան Վերդյան կոչվող հանձնարարությունը գրում է, որ երազում է գնալ Բաքու եւ այնտեղ հաստատվել։ Այս տարվա փետրվարին գրում է, որ Հայաստանը պարտավոր է կատարել Ադրբեջանի այդ պարտադրանքը եւ փոփոխել սահմանադրությունը։ Դե կարելի էր համարել, որ այդ մարդը պարզապես այսպես խելապակաս է, բայց ավելի հավանական է, որ նա պարզապես գործում է ադրբեջանական հատուկ ծառայությունների թերադրանքով եւ կատարում է
բոլոր այն հանձնարարականները, որոնք իրեն տալիս են Ադրբեջանի հետախույզները։ Իսկ ճիշտ եմ հասկանում, որ այդ անձը Հայաստանի հատուկ ծառայությունների ուշադրության շրջանակներում է եղել։ Հայաստանի գլխավոր դատախազության տեղեկություններով նա Ադրբեջանի հետախուզական մարմինների կողմից հավաքագրվել է դեռևս 2017 թվականին, բայց տարօրինակը այն է, որ նրան հնարավորություն էին տվել լքելու Հայաստանի տարածքը։ Նրա դեմ քրեական գործը հարուցվել էր միայն 22 թվականի օգոստոսի 12-ին, մեկ տարի անց այն բանից հետո, երբ նա տեղափոխվել էր Թուրքիա եւ հաստատվել էր Ստամբուլում, որքան ես հասկացա, նա այժմ էլ շարունակում է ապրել Ստամբուլում, ուր աշխատում է ֆաբրիկաներից մեկում որպես բանվոր։ Նույն այդ իմ հիշատակած քրեական գործի շրջանակներում նույն մեղադրանքն է ներկայացվել, այսինքն լրտեսություն եւ Հայաստանի պետության դեմ հանցավոր գործողություններ, ոմն Վահե Ղամբարյանին, ով կապ էր պահպանում Ադրբեջանի հետախուզության հետ Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանության միջոցով։ Այդ անձը նույնպես 22 թվականին լքել էր Հայաստանի տարածքը եւ Վրաստանի տարածքով տեղափոխվել մեկ այլ երկիր, հայտնի չէ թե որտեղ, եւ այժմ նրա գտնվելու վայրը հայտնի չէ, միայն հայտնի է, որ նա հայտարարել է, որ այլևս Հայաստանի քաղաքացի չի հանդիսանում։ Ի տարբերություն Վահե Ղամբարյանի, իշխան Վերդյանը հակառակը վերջին 2 տարվա ընթացքում շատ ակտիվ կեցվածք է ցուցաբերել, շատ ակտիվ հայտարարություններով է հանդես գալիս, սիրով հարցազրույց է տալիս ադրբեջանական լրատվամիջոցներին եւ քարոզչամիջոցներին, ներկայացնելով բոլոր այն տեղեկատվական առասպելները, որոնք ադրբեջանական մամուլն է Հայաստանի դեմ օգտագործում։ 2022 թվականի հուլիսին Վերդյանը հայտարարել էր, որ ոչ մի անօրինական բան Հայաստանի դեմ չի կատարել եւ որ պատրաստվում է վերադառնալ Երևան ու ապացուցել, որ հանցագործ չէ։ Բնական է, որ Հայաստան չի վերադարձել, փոխարենը դիմել է Ադրբեջանի իշխանություններին խնդրելով քաղաքական ապաստան, այն դեպքում, երբ գտնվելով Թուրքիայում, բնական է, որ անհասանելի է Հայաստանի իրավապահների համար եւ ոչինչ իրեն Թուրքիայում սպառնալ չէր կարող։ Պարզապես ադրբեջանցի իր պատվիրատուներին այժմ հարմար էր իրան հենց այսպես օգտագործել, որպես Հայաստանի դեմ քարոզչական պատերազմի գործիք։ Արտեմ, իսկ ինչ է սպասվում այս մարդուն։ Ես վստահ եմ, որ նրան օգտագործելուց հետո Ադրբեջանի հատուկ ծառայությունները նրա հետ կվարվեն հենց այնպես, ինչպես վարվել են այլ հայազգի մարդկանց հետ, որոնց նույնպես օգտագործել են, որից հետո պարզապես դեն են նետել։ Եվ այդ իմաստով պես վառ օրինակն է Հայաստանի նախկին քաղաքացի Վահան Մարտիրոսյանի պատմությունը, ով հավաքագրվել էր հատուկ ծառայությունների կողմից, տեղափոխվել էր Բաքու եւ այնտեղ Ադրբեջանի հատուկ ծառայությունների պատվերով ստեղծել էր խաղաղության պլատֆորմ կոչվող, այսպես կազմակերպությունը, որը իբրև թե համախմբում էր պրո-ադրբեջանական հայերին, ովքեր ապրում էին տարբեր երկրներում։ Տարիներ անց Վահան Մարտիրոսյանին հաջողվեց լքել Ադրբեջանը եւ տեղափոխվելով այլ երրորդ երկիր, նա բացահայտեց, թե ինչ է իրականում տեղի ունեցել, թե ինչպես էին նրան խաբել Ադրբեջանի հատուկ ծառայությունները, թե ինչպես էին նրան ճնշում էին գործադրում նրա դեմ եւ թե իրականում ինչ էր ներկայացնում այդ խաղաղության պլատֆորմ կոչվածը։ Մարտիրոսյանը խոստովանել էր, որ բոլոր մարդիկ այն իբրև թե հայերը, որոնք ներկայանում էին այդ պլատֆորմի անդամ, կամ իրականում գոյություն չեն ունեցել, կամ իրականում հայեր չեն եղել։ Օրինակ հիշատակում է, որ Աննա Սինանյան ակտիվ հիշատակվում էր այդ կնոջ անունը, որը իբրև թե Միացյալ Նահանգներում էր ապրում։ Մարտիրոսյանը խոստովանում է, որ այդ մարդուն հորինել են, այդպիսի մարդ գոյություն չի ունեցել։ Կամ Արամ Կարապետյան անունով ներկայացնող անձնավորությունը իրականում եղել է ոչ թե հայ, այլ ուկրաինացի եւ որ իր իրական անունը եղել է Եվգենի Ռագաչկոն։ Այսինքն ես վստահ եմ, որ Վերդյանի հետ կվարվեն հենց այնպես, ինչպես ժամանակին վարվել էին Մարտիրոսյանի հետ, իսկ թե ինչ կլինի նրա հետ հետո ու կարող եմ միայն կռահել։ Շնորհակալություն Արտեմ։ Քաղաքաշինության կոմիտեն, Ասիական զարգացման բանկը եւ Կորեայի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարությունը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր Հայաստանում էներգարդյունավետության զարգացման վերաբերյալ։ Դիտեք մեր հաջորդ տեսանյութը։
Հայաստանի կանաչ քաղաքաշինություն է ներկայարդյունավետության զարգացում շենքերում։ Ծրագրի շրջանակում Հարավային Կորեայի Հանրապետությունը կհատկացնի մոտ 300,000 ԱՄՆ դոլար Հայաստանում շենքերի եւ շինությունների էներգարդյունավետությունը բարելավելու նպատակով։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը նշեց, որ կարևոր է նաեւ այս ոլորտում փորձի փոխանակումը։ Փորձագիտական խումբը ընտրվել է հենց Կորեայի Հանրապետությունից, իրենց առաջատար համալսարաններից եւ խումբը պիտի մինչև տարեվերջ 25 թվականի ավարտ պիտի ուսումնասիրի ոլորտում առկա խնդիրները, ուսումնասիրի մեր օրենսդրական նորմատիվ դաշտը եւ ի վերջո մեզ տա պարփակ զեկույց, որում ներառված կլինեն խնդիրները եւ նաեւ դրանց լուծման ուղղությունները հիմնական ու հուսով ենք, որ դա չի լինի ուղղակի աշխատանք, լինի զեկույց, այլ կօգնի մեզ հետագայում մեր անելիքները այդ ուղեցույցի, այդ զեկույցի օգտագործմամբ ունենալ ավելի լավ միջավայր քաղաքաշինական։ Գիտելիքի փոխանցման ծրագիր, ահա այսպես է բացվում ծրագրի հապավումը եւ ինչպես նշեց փորձագետների խմբի ղեկավար Սանգմյունգի համալսարանի պրոֆեսոր Սյունգ Մունգլին, նրանք այստեղ են Կորեայի հագեցած փորձով եւ պատրաստ են աջակցել Հայաստանին քաղաքաշինության ոլորտում։ Այս ծրագրի նպատակը ոչ միայն էներգարդյունավետության ստանդարտների մշակումն ու փոխանցումն է հայկական կողմին, այլև Հայաստանի շինարարության ոլորտում էներգարդյունավետության զարգացման խթանումը, խրախուսելով կառուցապատողների ակտիվությունը։ Կորեան նման զարգացվածության հասնելուց առաջ երկար ճանապարհ է անցել, կարևորելով հաջողություն գրանցած գործընկերների հետ փորձի փոխանակումը։ Այսօր Կորեան հասել է այն մակարդակին, որ մասնակցում է միջազգային խոշոր շինարարական նախագծերի իրականացմանը եւ հնարավորություն ունի իր փորձով կիսվելու։ Ասիական բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտը ծրագիրը կարևոր համարեց երկու առումով։ Հայաստանի համար առաջին հերթին կարևոր է էներգարդյունավետության բարձրացումը, հատկապես հաշվի առնելով շինարարական ոլորտում արտանետումների բարձր մակարդակը։ Ասիական զարգացման բանկը մեծ ուշադրություն է դարձնում այն ծրագրերին, որոնք նպաստում են այս ոլորտի զարգացմանը։ Երկրորդ կարևոր կետն այն է, որ սա բավականին նոր տիրույթ ու բնագավառ է, եւ մեզ համար շատ կարևոր է Կորեայի հետ փորձի փոխանակումն ու Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությունը։ Հուշագրի ստորագրմանը հաջորդող սեմինարի ընթացքում ներկայացվել են ծրագրի իրականացման նպատակով նախատեսված հիմնական աշխատանքները։ Զվարթ Ղազարյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ աշխատանքի է գնացել տրանսպորտով եւ այս մասին նա տեղեկացրել է սոցցանցերի իր էջերում քիչ տեսանյութ հրապարակելով ավտոբուսով քաղաքացիների հետ շփվելով եկա աշխատավայր գրել է նա։ Այսքանը կհանդիպենք ժամը 15-ին։